Եվ ես հենց երազանքը իմ միշտ այդ է եղել, որ Հայաստանը դառնա այնպիսի երկիր, անկախ իր տնտեսական մեծությունից, որ իրար հետ հաշվի նստեն, իրան հարգեն, իր խոսքը հարգեն։ Իսկ դա այնպես չի լինում, հասկանում եք, Աղավնի ջան, դա։ Պարոն Արամյան, ով կամ ինչ է այդ դեպքում ձեր մեջ ձևավորեց բնավորության այս գծերը, որոնց մասին դուք հիմա պատմում եք։ Գիտեք, դա շատ վաղուց է գալիս է իմ պապիկներից, որովհետև իմ արմատները Արցվաշենից են եւ արցվաշենցիները միշտ սովոր են եղել։ Իր գյուղը հիմնադրվել է 1856 թվականին եւ պայքարի միջոցով է հիմնադրվել։ Հիմա այն հանրայիտ Արցվաշենն է, որը այսօրվա դրությամբ սեղանի վրա բանակցությունների սեղանին է, բայց արցվաշենցիները իրենց բնույթով միշտ պայքարող տեսակ են եղել։ Այդպես ես տեսել եմ իմ պապիկից, որ անկախ նրանից մենք փոքր ենք, բայց տարածաշրջանի մեծ շրջապատող բոլոր թուրքերը մեզ հետ պետք է հաշվի նստեն։ Եվ դա իմ մեջ սերմանվել է, որովհետև ես 4-5 տարեկանից անընդհատ ես սիրում եի գյուղական կյանքը, դե պետք է քաղաքում եմ ծնվել, քաղաքում եմ մեծացել, բայց ինձ համարում էի արցվաշենցի, ու մինչև հիմա էլ համարում եմ արցվաշենցի, հետո դրանից հետո իմ կյանքում մեծ տեղ տվել հետո հայրս իր բոլոր պահվածքներով, որովհետև հայրս բավականին շատ պետականամետ մտածելակերպ ունեցող մարդ էր։